Գորիսի կենտրոնական աղբավայրն է նախկինում, այստեղից բարձրացող մշտական ծուխը դժոխք էր հիշեցնում, տարածվող թունավոր ծխից տուժում էին ոչ միայն բնակիչներ, այլև բերքն այս տեսքն էր ստանում։ Օրեր առաջ Գորիսի հին աղբավայրի պատմությունն ավարտվեց։ Գորիսի տարածաշրջանի կենտրոնական աղբավայրից ամենաշատը տուժում էին Սալքար թաղամասի բնակիչները, տարվա տարբեր եղանակներին տարածվող ծուխն ու տհաչոտը դարձել էին նրանց առօրյայի մի մասը։ Առաջին պատուհանները չէի կարող բացեիք, ծուխեր, խեղտոցեր, շորերը չէի կարող փռեիք, մենակ ես չէի, ամբողջ Սալքարի ժողովուրդն էլ դժգոհում էին։ Հիմա մեր ցանկությունը կատարվեց։ Երկար տարիներ այդ աղբի հոտը, այդ ծխի հոտը մեզ շատ էր խանգարում։ Մենք դաժե չէինք կարող պատուհանները բացեինք։ Մարդիկ միշտ ասում են, այ մարդս էս բան կլինի, մեկը չլինի, որ ասի, որ բայ էս ինչ եք անում, էլի, որովհետև լցե ճանապարհը բոլորը լցված է աղբով։ Մաքրեցին, ամեն ինչ տեղը ճանապարհը սիրուն սարքեցին, բնությունը գեղեցիկ բացվեց, ծուխը չկա, մաքրությունը կա։ Հետո շատ ոնց որ մենք էլ ենք էլի հիանում այս բնությունը։ Տարիներ շարունակ Գորիսի բնակիչների համար անհանգստության պատճառ դարձած խնդիրը լուծում ստացավ։ 1960-ական թվականներից գործող քաղաքի գլխավոր աղբավայրը փակվեց եւ այլևս չի շահագործվում։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են մեծ ներդրումների շնորհիվ։ Ծրագիրը մեկնարկել ենք ավստրալիական զարգացման գործակալության, Գորիսի համայնքապետարանի եւ տարածքային կառավարման նախարարության հետ, այսինքն ճանապարհներն են սարքվում, այժմ հին աղբավայրն է փակվել եւ այստեղ մենք նախատեսում ենք արդեն կառուցել այգի մի քանի հեկտարի վրա։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ լուծել ենք, այս նույն վայրում բավականին գեղեցիկ լանդշաֆտ կա, որը կարող են տարածքները տրամադրվել արդեն մասնավոր սեկտորին, այստեղ նոր ինվեստիցիաներ կատարեն, այսինքն պայմանները բավականին լավն են հյուրանոցներ կառուցելու համար։ 400 միլիոն դրամի ներդրման արդյունքում տարածքում մի քանի հարց է լուծվում, փակվում է աղբավայրը, լայնացվում են ճանապարհներն ու այգի է հիմնվում։ 7-8 կիլոմետր հողային ամբողջ ջրահեռացումը եւ հողային աշխատանքներն են կատարում։ Դա մեջ նաեւ ներառված են այգին, որը հին աղբատեղի վրա պետք է կառուցվի, այնտեղ սևահող եւ այսինքն պետք է վերվի այն մակարդակի վրա, որ կարողանանք մենք հենց այս տարի կարծում եմ հենց այս տարի կկարողանանք արդեն կառուցել այգի։ Լուծված է նաև նոր աղբավայրի հարց, այն տեղափոխվել է նախկին տարածքից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքի ղեկավարի խոսքով հաջորդ տարի նախատեսվում է նաև աղբի վերամշակման գործարանի կառուցում։ Նոր աղբավայրի կառուցումը այստեղից մոտ հեռավորությունը 8 կիլոմետր է, մեր գտնվելու վայրից 7-ից 8 կիլոմետր հեռավորության վրա է։ Մեր գործընկերների հետ մեր երկրորդ կոմպոնենտը լինելու է այս ծրագրի, որ պետք է կառուցվեն ժամանակակից ստանդարտներով համապատասխան աղբավայր, որտեղ կվերամշակվի աղբը եւ մենք անձեն աշկով չենք տեսնի որևիցե հատվածում, որտեղ գոյություն ունի աղբ եւ բնությանն էլ վնաս չենք տա։ Տարուշանյանի հաջորդ տարի նախատեսվող ծրագիրը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել կենցաղային թափոնները եւ նվազեցնել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը։ Արևիկ Աբելյան, Սյունիք լուրեր։